Բարի լույս սիրելիներս, տեսնենք թե ինչ պարգևների արժանանում այն ժողովուրդը, երբ մաքրվում է ներքին եւ արտաքին իր մեղքերից։ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք նրան, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք։ Դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։ Յուրաքանչյուր մարդ, ով խորապես հավատում է Հիսուս Քրիստոսին, նա ընտիր ցեղ է։ Մենք տարբեր ժողովուրդներ, տարբեր մաշկի գույներով, լեզվով, մտածողությամբ, բայց Քրիստոսով մեկ դարձանք եւ Սուրբ Հոգով նորոգվեցինք, դառնալով Աստծո ընտիր ցեղը։ Աստված ուզում է, որ մենք այդ ընտիրության մեջ ապրենք, իբրև ժողովուրդ, իբրև ցեղ, մենք պետք է կարողանանք այդ որդիության պատիվը պահել։ Երբ Աստված մեզ Հիսուսով վերստին որդեգրեց, մենք իր որդիները դարձանք, իսկ որդին իր պատիվը պիտի պահի Հայր Աստծուն ճանաչելով Սուրբ Հոգու առաջնորդությամբ Հիսուս Քրիստոսի փրկությամբ։ Եթե մենք կարողանանք այս ընտիրությունը պահել, Աստված միշտ ներկա պիտի լինի մեր հասարակական եւ ընդհանրական կյանքի մեջ։ Երկրորդ, Աստված մեզ տալիս է թագավորություն ու քահանայությունը։ Սա մեծագույն պատիվ է ժողովուրդների համար, սիրելիներ։ Ինչպես որ քահանայի կոչումն է մարդկանց խոսել Աստծո մասին, քարոզել է մոտեցնել Աստծուն, այնպես էլ իբրև քրիստոնյաներ մեր պարտականությունն է միշտ խոսել Աստծո մասին, որովհետև մենք նրա դեսպաններն ենք, նրա падգամաբերներն ենք այս աշխարհի մեջ։ Հնում միայն քահանաներն իրավունք ունեն մոտենալ սրբության սրբոցը, Աստծուն աղոթել եւ ժողովրդի իրենց մեղքերի համար խնդրել։ Քրիստոսով բացված է մեզ համար, մենք բոլորս կարող ենք այդ թագավորության ու քահանայության մեջ ճանաչել Տիրոջը եւ այդ ճշմարտությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Երրորդ ասում է սուրբ ազգ եք։ Մենք իբրև քրիստոնյաներ տարբերվող պետք է լինենք։ Եթե մենք Աստծո ժողովուրդն ենք, ուրեմն մենք պետք է սուրբ լինենք, ինչպես որ Տերն ինքը սուրբ է։ Եվ այդ սրբությունը իբրև ազգ երկու կարևոր պայման ունի՝ խոնարհություն Աստծո հանդեպ եւ Հիսուսով լեցուն կյանք։ Եթե այս երկուսը մենք պահենք, Աստված այնքան զորավոր գործեր կանի մեր կյանքի մեջ, մեր ազգի, մեր ժողովրդի մեջ, որ մենք կտարբերվենք աշխարհից։ Եվ վերջապես ասում է դուք Աստծո սեփական ժողովուրդն եք։ Մենք մի ժամանակ հեթանոսներ ենք, Տիրոջը չէինք ճանաչում։ Միայն հրեաներն էին, որ պահում էին Աստծո հետ հարաբերությունները, բայց Քրիստոսով հաշտվեց Աստված մեզ հետ, այդ պատիվը վերադարձեց մեզ եւ մենք դարձանք Աստծո սեփական ժողովուրդը։ Եթե մենք Աստծո սեփական ժողովուրդն ենք, ուրեմն մենք պետք է նաև տարբերվող լինենք մեր կենցաղով, մեր խոսքով, մեր գործերով, մեր ապրելակերպով, ցույց տալու համար, որ մենք ում ենք պատկանում՝ Աստծուն, թե այս աշխարհին։ Մենք աշխարհից տարբերվող պետք է լինենք։ Եթե մենք ասում ենք քրիստոնյա ենք, բայց աշխարհի սխալներն ու մեղքերը գործում ենք, ուրեմն մեր շուրթերով ենք հավատում Տիրոջը, բայց սրտով շատ հեռու ենք իրենից։ Եվ վերջապես Աստված մեզ դարձրեց իր ժողովուրդը։ Մենք մի ժամանակ ազգ չէինք, ցեղ չէինք, բայց հիմա դարձանք Աստծո ժողովուրդը։ Շատ կարևոր է, որ ժողովուրդը ճանաչի իր Տիրոջը։ Հրեաներին ուղղված խոսքի մեջ, թագավորած գրքի մեջ Աստված ասում է. ես չեմ ուզում լինել այս ժողովրդի Աստվածը, որովհետև նրանք միայն շուրթերով են ինձ հավատում, բայց սրտով ինձանից շատ հեռու են։ Եվ մենք էլ շատ հաճախ այսպես շուրթերով ենք փառաբանում Աստծուն, բայց մեր սիրտը Տիրոջը չի պատկանում, մեր սիրտը Տիրոջ համար չի բաբախում, եւ մեր կենցաղավարությունը շատ հեռու է ճշմարիտ Աստծո ժողովուրդը լինելուց։ Եվ վերջապես մենք ողորմություն չունեինք, Հիսուսով ողորմություն գտանք։ Մեղքերի պատճառով մենք հեռացած ենք։ Պողոս առաքյալն ասում է, մենք որ մենք թշնամի ենք, նա մեզ հետ հաշտվեց Քրիստոսի արյամբ։ Եվ եթե մենք այդպիսի պատիվ ունենք, որ իր զավակի միջոցով հաշտվեցինք, ուրեմն ինչքան մեծ առավելություն պիտի ունենանք, եթե կարողանանք այդ հավատքը պահել եւ Քրիստոսով ապրել այս աշխարհի մեջ։ Այս թվարկած առաքինությունների նպատակը մեկն է, որպեսզի մենք այն լույսը, որ խավարից հանեց Աստված տվեց մեզ, այդ լույսը կարողանանք վառ պահել։ Եվ ինչպես որ մենք ամեն առավոտյան ժամերգության ժամին աղոթում ենք ասելով. Տեր Հիսուս, երբ որ դու հայտնվես, մենք իբրև լույսի որդիներ չամաչենք քո առջև կանգնելու։ Ուրեմն նշանակում է դու պետք է այդ լույսը այնքան վառ ունենաս քո մեջ, որ քո բոլոր գործերը լուսավոր լինեն, դու չվախենաս լույսից, խավարը չընտրես քո չար գործերի պատճառով, այլ առանց ամոթի կանգնես Տիրոջ առջև ու ասես. Տեր, ես քո սեփական ժողովուրդն եմ, քահանայությունն եմ, ցեղն եմ, քո ողորմությունն ու հայրական գութը զգացած մարդն եմ եւ ուզում եմ քո հետ հավիտենական կյանքի մեջ ապրել։